Հույս ունեմ, որ այսինքն հաջորդ տարի արդեն հանդիպումը մեր տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում։ Փաշինյանը հույս ունի հաջորդ անգամ Էրդողանին տեսնել եկող տարի Երևանում, իսկ ինչ է նրա հետ մոտ 1 ժամ քննարկել Սուլթանական պալատի փակ դռների հետևում, պաշտոնական հաղորդագրությունը ժուշկալ տեղեկություններ է տալիս։ Փաշինյանը գնացել էր Թուրքիա աջակցություն ստանալու համար, ոչ թե Հայաստանին, այլ իր համար։ Բռնապետության զնդան է դարձել ժողովրդավարության բաստիոնը, ահազանգում են Փաշինյանի դիմախոսները, 8 տասնյակ ակտիվիստ ոստիկանական բաժիններում է հայտնվել ընդամենը ոստիկանների ենթադրությունների հիմքով։ Մենք վաղուց այլևս ժողովրդավարության բաստիոն չենք, մենք բռնապետության զնդան ենք։ Զնդանից պայքարի ուղերձ է հղում գործարար Սամվել Կարապետյանը, պարզ քաղաքացիների կարծիքով նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել Փաշինյանի հրահանգով։ Մենք վաղտին սխալ ենք արել, ընտրել ենք, հիմա անգել ենք աղբամանը։ Սոցհարցումներով Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ֆոնին աճում է եկեղեցու վարկանիշը, գործող իշխանության վարկանիշը շարունակում է գահավիժել։ Ոչ ներքին քաղաքականություն ունեն սրանք, ոչ էլ արտաքին քաղաքականություն ունեն։ Հունիսի 21-ի ամենակարևորն ու հետաքրքիրը կպատմի Հայլուրը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես Փաշինյանը հույս ունի հաջորդ անգամ Էրդողանին տեսնել եկող տարի Երևանում։ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում նրա հետ հանդիպումից առաջ Թուրքիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ զրույցում է Փաշինյանն ասել, որ հրավիրել է Էրդողանին Երևան, մասնակցելու 2026-ի մայիսին նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որովհետև այն Երևանում է տեղի ունենալու նաև Թուրքիայի Իսկ ինչ են Փաշինյանն ու Էրդողանը մոտ 1 ժամ քննարկել Սուլթանական պալատի փակ դռների հետևում։ Պաշտոնական հաղորդագրությունը ժուշկալ տեղեկություններ է տալիս։ Փաշինյանի քաղաքական դիմախոսները վստահ են, որ Փաշինյանին Թուրքիա է տարել սեփական անձի անվտանգության երաշխիքների փնտրտուքը։ Նրանց կարծիքը Լիլիթ Գասպարյանի ռեպորտաժում։ Երևանում այսպես դժգոհության բարձր ազդանշաններով են դիմավորել վարորդները Թուրքիայից վերադարձող Փաշինյանին։ Ի վերջո ինչի մասին էր Փաշինյանի մեկօրյա այցը Ստամբուլ։ 1 ժամ ինչ են խոսել Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարները Դոլմաբահչե պալատի պատերի ներսում։ Պաշտոնական աղբյուրի տարածած արարողակարգային տեքստը սովորականից էլ չոր է, ոչինչ չասող։ Փաշինյան-Էրդողան բանակցությունների իրական բովանդակության մասին կռահումներ կարող են արվել Թուրքիայի հայ համայնքի հետ նրա մոտ 2 ժամ տևած հանդիպումից։ Այս հավաքի ժամանակ հատուկենտ մարդիկ են հնարավորություն ունեցել հարց տալ Փաշինյանին, 50 ներկաներից միայն 7-ը։ Սենյակում լրագրողներից բացի եղել են նաև համայնքային հաստատությունների վարիչներ, հայ կաթողիկե եւ բողոքական համայնքների հոգեվոր պետերը, հայ առաքելական եկեղեցուց որևէ հոգեվորական չի ցանկացել տեսնել Փաշինյանին։ Բայց հայ առաքելական եկեղեցին թեմքը չեմ տեսած։ Պոլսահայերի հետ հանդիպումը Փաշինյանը սկսել է Էրդողանին երախտիկի խոսքեր շռայլելով, Երևան հրավիրելով։ Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին շնորհակալություն հայտնել այս հրավերի համար եւ նաեւ պատրաստվում եմ հրավիրել նրան մասնակցություն ունենալ Հայաստանում հաջորդ տարի գարնանը, գիտեք, որ Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը միջայլոց Երևանում տեղի ունենալու այդ թվում Թուրքիայի աջակցությամբ, որովհետև Թուրքիան նույնպես եվրոպական քաղաքական համայնքի այդ ձևաչափի անդամ է։ Այ որ ցամաքային սահմանն էլ բացվի, բոլոր ցանկացողները առանց որևէ դժվարության մեքենայով Հայաստան կգան, հույս ունի Փաշինյանը։ Հույս ունեմ մի X պահի եւ համոզված եմ նաեւ ցամաքային սահմանը կբացվի, իհարկե չգիտեմ ինչքանով ավտոմեքենայով ճամփորդելու հարմարությունը եւ հարմարավետությունը ինչպիսին կլինի, բայց ուրախ կլինենք ձեզ ավելի հաճախ տեսնել Հայաստանում։ Փաշինյանը սկսել է մեղադրել հայ ժողովրդին, երբ ԱԿՈՍ պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը հետաքրքրվել է, թե ինչքան է դեռ պատրաստվում սիրաշահել Գազանին, որին Զանգեզուրի միջանցքը պետք է մեծ թուրանի ծրագիրն իրականացնելու համար։ Գազանը սիրաշահին որքանով կարելի է։ Այդ որ մենք ասում ենք ուրիշներին նայելով ասում ենք բան գազան, բայց մենք
մեծ պետք է նայենք, ժողովուրդ ջան։ Մենք գիտեք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ու իրան անդադ վրա երթե են ենթարկում։ Վերակենում էլի ավտոյի տակ կանգնում, վերակենում էլի ավտոյի տակ կանգնում, վերակենում ու ինքը չի հասկանում, ինչի է անդադ ավտոյի տակ ընկնում։ Միշտ է այդպես։ Պատահական չէ։ Նկատում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ինչքան մեղք կա, Փաշինյանը բարդվում է հայ ժողովրդի ընկալումների վրա։ Հələ մի հատ հասկանանք ինչ է Ադրբեջանը մեզ կոչում ֆաշիստ։ Հələ մի հատ հասկանանք ինչ է Թուրքիան մեր նկատմամբ գազանաբարով վարկ ցուցաբերում։ Մի հատ հասկանանք ինչի ցեղասպանությունը տեղ ունեցավ։ Վախենում է Թուրքիային եւ ադրբեջանցիներին մի թթու խոսք ասեն, որտեվ հասկանում է, որ իշխանավարումը իր ամբողջովին պայմանավորված է Ադրբեջանի բարեհաճ վերաբերմունքով։ Փոխարենը ներքին հարաբերություններում բոլորն են մեղավոր Իրանից բացի։ Ինչ է թուրքերի ուզածը, Հայաստանի տարածքով գնալ-գալ, թող գնան գան։ Ինչ կա դրա մեջ, բարկանում է Փաշինյանը։ Իրենց Թուրանի ծրագիրն են ուզում իրականացնել, թող անեն, ինքը չի խոչընդոտի։ Եկեք մենք էլ ապրենք։ Եկել ուրիշներն էլ մեր չափով, մենք չէ որ պետք է որոշենք, բայց մեր չափով ուրիշներն էլ հնարավորություն տանք իրանք էլ ապրեն։ Թուրքական այս ծավալապաշտական քաղաքականության դեմ հանդես են գալիս թվացյալ հակոտնյա ուժեր, ոչ Միացյալ Նահանգներին է ձեռնտու Թուրքիայի այս անսանց հզորացումը, ոչ Իրանին, ոչ սուննիտական աշխարհին, արաբական աշխարհին, ոչ Ռուսաստանին եւ փոխանակ Հայաստանի իշխանությունները այս իմ նշած երկրների հետ համագործակցի այս հարցի շուրջ բոլորի հետ ճշնամանում է եւ համագործակցում է միայն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։ Խաչատրյանի կարծիքով Փաշինյանը Ստամբուլում հաջողացել է թուրքերին, որովհետև 2026-ին իր իշխանության մնալը կախված է թուրքերի ու ադրբեջանցիների բարեհաճ վերաբերմունքից։ Փաշինյանը գնացել էր Թուրքիա աջակցություն ստանալու համար, ոչ թե Հայաստանին, այլ իր համար։ Հայ եւ արտասահմանցի շատ վերլուծաբաններ են Փաշինյանի թուրքական ոյաժը մեկնաբանում 2026 թվականի ընտրությունների համատեքստում։ Կարծիքներ են հնչում, որ Ալիևը պետք է այդքան կոշտ չլինի նրա հանդեպ։ Ստորագրի խաղաղության պայմանագիրը, որն այնքան կարևոր է թուրք-ադրբեջանական պահանջները կատարող Փաշինյանի քաղաքական ապագայի համար։ Լիլիթ Գասպարյան, Միլենա Պողոսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Հայաստանի արտգործնախարարն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը այսօր հեռախոսով խոսել են տարածաշրջանի վիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, նաև նախատեսվող շփումների օրակարգի մասին։ Դեռ մարտին հայտարարվել էր, որ Եվրամիության բարձր ներկայացուցիչը Հայաստան է այցելելու, սակայն մինչև հիմա չի այցելել։ Հայտնի չէ նախատեսում է արդյոք նա 2026-ի մայիսին Երևանում մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Հայտնի է, որ այդ գագաթնաժողովը, որին արդեն նաև Էրդողանն է հրավիրված, Հայաստան բերելու մտադրության մասին առաջինը ոչ թե Փաշինյանից ենք իմացել, այլ Լավրովից։ Երևանի ռուս-հայկական համալսարանում էր Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել, թե Մոսկվան գնահատական է տվել Եվրոպական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու մտադրությանը հայ գործընկերների հետ բանակցությունների ժամանակ։ Լավրովը չէր հստակեցրել, թե որն է եղել այդ գնահատականը։ Իդեպ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան ափսոսում է Նիկոլ Փաշինյանի Մինսկում նախատեսված ԵԱՏՄ նիստին անձամբ չմասնակցելու որոշման համար։ Ինչպես գիտեք, Փաշինյանը խոստացել է չգնալ Բելարուս, քանի այդ երկրի նախագահը Լուկաշենկոն է եւ որոշել է ԵԱՏՄ նիստին մասնակցել տեսակապով։ Սկանդալային պատասխան է տվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սպուտնիկ Արմենիայի հարցին, թե դիտարկում է արդյոք Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությունը։ Նա ըստ էության չի բացառել, ասել է միայն, որ Երևանը կկարողանա քննարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու, հնարավոր է մեկ ուրիշ ինտեգրացիայի միանալու հարցը միայն ռիսկերի եւ հետևանքների մանրակրկիտ գնահատումից հետո։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, թե Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ից, մինչդեռ Եվրոպական միությունից միայն սին խոստումներ են հնչում։
Ալիևը նորից Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների եւ օտարերկրյա դիվանագետների ուղևորություն է կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե Շուշին իր բառով Շուշան Ադրբեջանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է եւ այնտեղ գտնվելը հրաշալի է։ Պետեր Միխալկոյի խոսքը հրապարակել է ադրբեջանական ԱՊՊ-ն։ Մինչ Փաշինյանը Էրդողանի ձեռքն էր սեղմում, Ալիևը դեսպաններ էր տանում Լեռնային Ղարաբաղ ու շարունակում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծ ու դատավարությունը, չափազանց լարվել էր օդը Երևանում։ Ներքին գործերի նախարարությունը մինչև այս պահն էլ չի հստակեցրել, քանի մարդ է ձերբակալվել ուրբաթ ոստիկանության ձևակերպմամբ կանխարգելիչ բացատրական աշխատանքների ընթացքում։ Բռնապետության զնդան է դարձել ժողովրդավարության բաստիոնը, ահազանգում են Փաշինյանին դիմախոսները, 8 տասնյակ ակտիվիստ ոստիկանական բաժիններում է հայտնվել ընդամենը ոստիկանների ենթադրությունների հիմքով։ Ալբերտ Սերոփյանի ռեպորտաժը։ Մենք վաղուց այլևս ժողովրդավարության բաստիոն չենք։ Մենք բռնապետության զնդան ենք, շատ վաղուց։ Բռնապետության զնդանում է միայն հնարավոր տասնյակ ընդդիմադիրների ձերբակալել ընդամենը ոստիկանների ենթադրությունների հիմքով, կարծում են հայ իրավապաշտպանները։ Ուրբաթ ըստ տարբեր աղբյուրների շուրջ 8 տասնյակ ընդդիմադիր գործիչներ ոստիկանական բաժիններում էին, որովհետև իրավապահները ենթադրել էին, թե նրանք ինչ-որ հակաօրինական բան են ծրագրում։ Կասկածանքով, որ ապօրինի գործողություններ են նախապատրաստվում, զենք զինամթերք են պահում, բնականաբար որևէ մեկի մոտ որևէ ապօրինի բան չի գտնվել։ Ձերբակալություններից 24 ժամ անց ներքին գործերի նախարարությունը չի հստակեցնում, թե քանի մարդ է ոստիկանական բաժիններում եղել ռեյդի օրը։ Գերատեսչությունը միայն հայտնում է, որ բոլորն ազատ են արձակվել։ Ինչպես հայտնել էինք, իրականացվել է կանխարգելիչ բացատրական աշխատանք, ինչից հետո ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումներում գտնվող անձինք ազատ են արձակվել։ ՆԳՆ-ի այսպես կոչված կանխարգելիչ բացատրական աշխատանքն իրավապաշտպանները համեմատում են 1915 թվականի ապրիլի 23-ի իրադարձությունների հետ։ Կարծես թե երեկվա վիճակը հիշեցներ 1915 թվականի ապրիլի 23-ի դեպքերը, երբ որ մտավորականներին, հայ մեծանուն գործիչներին, ինչ-ինչ պատրվակներով հրավիրել էին համապատասխան վայրեր Թուրքիայում, եւ այն ինչ որ կատարվեց երեք, դա շատ նման էր։ Ապրիլի 23 եղել է, բայց հետո եղել է Նեմեսիս վրիժառուների արձանին նայելով հիշեցնում է իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը։ Հիշեցնում եմ, որովհետև դա, գիտեք ոնց, դրանով նույն Սողոմոնի կամ մյուսների արածով մեր ազգային արժանապատվությունը վերականգնվեց։ Սողոմոնի կուսակիցներից 7 մարդ է եղել ոստիկանության թիրախում ուրբաթ։ Դաշնակցության մարզային կառույցների ներկայացուցիչների հետևից են գնացել իրավապահները, ասում է Քրիստինե Վարդանյանը։ Եղել են Տավուշից, Լոռուց, Կոտայքից, Արարատից, հիմնականում իրենք են եղել, շուրջ խոսում ենք 7 անձի մասին։ Եվս 15 մարդ ձերբակալվել էր սրբազան պայքարի շարքերից։ Ցանկանում են ստեղծել մի իրավիճակ, որ հասարակությունը լինի այնպիսին, որ չհամարձակվի սեփական կարծիքը հայտնել։ Հայաստան խմբակցության падգամավորը նույն կարծիքին է։ Վարդանյանը նաև պնդում է, այս ձերբակալություններն ուղերձ էին Ստամբուլում հյուրընկալված Փաշինյանից այդ երկրի նախագահին։ Հանկարծ Էրդողանը եւ Ալիևը չանհանգստանան որևէ պայմանավորվածության համար, որ իրենք կարող են ձեռք բերել։ Ըստ որոշ վերլուծաբանների, ոստիկանությունը ձերբակալությունները սկսել է Իրաքի նախատեսվող ուխտագնացությանը խոչընդոտելու համար։ Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ մայր տաճար են գնալու այդ օրը հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելու։ Ալբերտ Սերոփյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Արմավիր քրեակատարողականից պայքարելու մտադրություն է հայտնել 2 ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը։ Նա իր փաստաբանական թիմի միջոցով է հայտարարություն տարածել, մերկացնելով դատաիրավական ոլորտի խամաճիկային բնույթը։ Նրա փաստաբանները շարունակում են պնդել, որ քաղաքական հետապնդման միջազգային չափանիշներին է համապատասխանում Կարապետյանին առաջադրված իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի մեղադրանքը, որովհետև նա առանց որևէ կոնկրետ շրջանակի կոչ անելու պարզապես աջակցություն է հայտնել եկեղեցուն, ինչից հետո սկսվել է Facebook-յան արդարադատությունը։ Պարզ քաղաքացիների կարծիքով էլ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել Փաշինյանի հրահանգով։ Ես մեր եկեղեցու կողքին եմ։ Պայքարելու ենք, Սամվել Կարապետյանը այս վստահությամբ է ավարտում Արմավիր քրեակատարողականից ուղարկած 7 տողանոց նամակը։ Նա իր կյանքի ամենահետաքրքիր օրն է անվանում իր կալանավորման օրը, նկարագրում կալանքի միջնորդության 4 ժամանոց դատաքննության մթնոլորտը։
Իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը ամբողջ դատավարության ընթացքում։ Եվ վերջապես իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարանքով ունկնդրում էր քննիչի եւ դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները, դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ։ Այնուհետև 4 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր։ Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու, պայքարելու ենք։ Շատ երևանցիներ քաղբանտարկյալ են համարում Սամվել Կարապետյանին, քննադատության կրակ թափում Փաշինյանի գլխին։ Երբ որ Իրան իշխանությունն էր պետք, ինքը ժողովրդի ոտերը լզում էր, չէ՞, անկել էր ոտքերը։ Իսկ հիմա ինքը իշխանության գլուխ է, ինքը կարա գլուխը թռցնի։ Թուրքի հոգեբանությունն է, չէ՞, եթե պարկես, ոտդ կլիզես, հելար ոտքի գլուխդ կթռցնեմ։ Այս կինը հիշեցնում է, որ Սամվել Կարապետյանը կալանավորվեց Փաշինյանի այն սպառնալիքից հետո, թե իր ընդդիմախոսներին կլցնի ԱԱԾ պատվալները։ Մոռանալով Քաղաքացին Սփյուռքի բարերարների միջազգային ներդրողների համար վատ ազդակ է համարում Հայաստանում միլիոնավոր ներդրումներ արած մարդու կալանավորումը։ Թեկուզ Սփյուռքի հայության մեջ կան մարդիկ, որ կարան ինչ որ մի բանով էլ մեծիկ լինեն, այդ մարդկանց մենք պիտի, չգիտեմ, աչքի լույսի պես պահենք։ Հայլուրի զրուցակիցները գրեթե առանց բացառության զայրացած են գործարար բարերարին կալանավորելու իրենց համոզմամբ քաղաքական որոշումից։ Ղալաթար Նիկոլ Փաշինյանը Հայտարարք երևույթ։ Վերաբերմունքն եք ուզում, եթերային չի ստացվի։ Մենք անտգետ ենք, որ ոչ մի բանին օգուտ չի տալիս, դրա համար էլ որոշել է, որ այտենց բարերարներին վնաս տա։ Որովհետև թշնամի է քո ղեկավարը, ղեկավար չկա։ Իմ ապրած կյանքում այսպիսի բան չեմ տեսել, չգիտեմ։ Շատերի համոզմամբ վարչապետը վրեժխնդիր է լինում գործարարից եկեղեցուն սատարող հստակ հայտարարության համար։ Իհարկե պետք է կանգնենք եկեղեցու կողմին։ Մենք վաղտին սխալ ենք արել, ընտրել ենք, հիմա անգել ենք աղբամանը։ Ինքը ամեն ինչ անում է վերարտադրվելու համար, ես կրկնում եմ, Նիկոլի համար իր իշխանությունից վեր բան չկա։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահ է Ռուսաստանաբնակ հայ գործարարին կալանավորելու Փաշինյանի հրահանգը մեկ նպատակ ունի՝ կանխել առաջիկա քաղաքական գործընթացներում Սամվել Կարապետյանի հնարավոր մասնակցությունը։ Համբարյանի խոսքով վերջին օրերի իրադարձությունները ամբողջովին տեղավորվում են Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականության համատեքստում։ Ռուսաստանը սա պետք է շատ լավ հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը երբեք չի փոխելու իր հակառուսական կողմնորոշումը։ Նիկոլ Փաշինյանը կարող է բոլոր հանդիպումներում երթվել նույնիսկ Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ ինքը Ռուսաստանի թիվ 1 գործընկերն է Հարավային Կովկասում, որ ինքը ցանկություն չունի դուրս բերելու ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից եւ այլ ուրեմն քայլեր պրոռուսական խոստանա, բայց հենց ինքը գալիս է Հայաստան ու Եվրոպային ինքը հրահանգներ է ստանում իրեն 2018 թվականի իշխանության բերած կենտրոններից։ Ըստ քաղաքագետի Փաշինյանը հիմա փորձում է չեզոքացնել բոլոր այն գործիչներին, ովքեր կարող են ձախողել Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու նրա պլանները։ Համբարյանը վստահ է, գործող իշխանության նպատակն է Հայաստանում զրոյացնել ռուսական կապիտալը, այն փոխարինելով թուրքականով։ Ըստ նրա, մյուս խոշոր գործարարները չպետք է հույս փայփայեն, թե լռության ուխտ պահելով, չդատապարտելով Կարապետյանի նկատմամբ կատարվածը, շահելու են Նիկոլ Փաշինյանի սիրտը եւ պահպանելու են իրենց ունեցվածքը։ Նիկոլը Հայաստանում ներտնելու է թուրքական կապիտալ։ Դուք հանկարծ չպատկերացնեք, որ 21-րդ դարում պարտադիր թուրքերը իրենց յաթաղանը պետք է առնեն ու գնեն հայերի ջանը։ Չկա նման բան։ Կա դոլարային էքսպանսիա, ինչպես արեցին թուրքերը, ասենք թե Վրաստանի Աջարիայի նահանգի նկատմամբ։ Քաղաքագետը նկատում է, որ հնարավոր է նաև ուժային կառույցներում են հասկացել Փաշինյանի քայլերի վտանգը։ Գուցե հենց այդ պատճառով ԱԱԾ տնօրենը նախընտրեց հրաժարվել պաշտոնից, քան կատարել Կարապետյանի կալանավորումը մասկի շոուի վերածելու հրահանգը։ Ես շատ ուրախ կլինեմ, որ գոնե ուժային կառույցների ներկայացուցիչները հասկանալով
որ Նիկոլի Բեսպրեդելը կարող է վաղը մյուս օր գլխացավանք ստեղծել իրենց համար, հենց չեն կատարի իր ամեն տեսակ անօրինական հրահանգներ։ Իդեպ 168 թեյեմի տեղեկություններով Սամվել Կարապետյանի ձերբակալման կալանավորման որոշումները բողոքարկելու դիմումների քննությունը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Իրավապաշտպանները նրան համարում են Փաշինյանի սրտի դատավորը, որը հլուհունազանդ կատարում է քաղաքական բոլոր հրահանգները։ Նրա աստեղային ժամը համարվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Կարինե Մանգասարյան, Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Աշոտ Մնոյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսվել են միայն այն պատճառով, որ նա աջակցել է եկեղեցուն, փորձելով պաշտպանել այն Փաշինյանի գործողություններից։ Աբրահամյանը վստահ է, որ հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար տխուր ավարտ է ունենալու։ Դա են ցույց տալիս նաեւ սոցհարցումները։ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ֆոնին աճում է եկեղեցու վարկանիշը, գործող իշխանության վարկանիշը շարունակում է գահավիժել։ Գոհ է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին Փաշինյանի վարած ներքին կամ արտաքին քաղաքականությունից։ Ոչ ներքին քաղաքականություն ունեն սրանք, ոչ էլ արտաքին քաղաքականություն ունեն։ Ըստ Արար հիմնադրամի սոցիոլոգիական հետազոտության արդյունքների, հարցմանը մասնակցած 1071 քաղաքացիների 59%-ը կարծում է, որ Փաշինյանը արտաքին սխալ քաղաքականություն է վարում։ 68%-ը համոզված է, որ Փաշինյանը սխալ է վարում նաև ներքին քաղաքականությունը։ Երևանում մարդիկ դժգոհ են Հայաստանի իշխանությունից։ Ուր է իշխանություն, բայց մենք իշխանություն չունենք։ Չէ, գորչ։ Ոչ, գորչ են։ Բոլորովին գորչ են։ Չնայած Փաշինյանի եւ իր թիմի անխնա ճիքերին, հայ առաքելական եկեղեցու վարկանիշը անչափելի բարձր է։ Մայիսի 30-ից էր վարչապետը սկսել իր հակաեկեղեցական արշավը։ Առավոտ կանուխ նախ սաղմոսներով, ապա տգեղ բառապաշարով Փաշինյանը ստատուսներ էր շաղ տալիս Facebook-ում։ Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Բայց վարչապետի եւ ԿՊԱ-կանների հակաեկեղեցական բոյկոտին չի տրվել ժողովուրդը։ Արար հիմնադրամի հարցմանը մասնակցած 1071 քաղաքացիների 60%-ը նշել է, որ գոհ է հայ առաքելական եկեղեցու ներկայիս գործունեությունից։ Եկեղեցուց գոհ լինելը ո՞րն է։ Իմ եկեղեցին է, ես հայ քրիստոնյա եմ եւ անպայման պաշտպանում եմ իմ եկեղեցուն։ Թե հիմա այնտեղ ինչեր է կատարվում, դա ոչ մեկի գործը չի։ Իմ կարծիքն է դա։ Իհարկե գոհ եմ, ոնց կարող եմ գոհ չլինել։ Դա մեր եկեղեցին է, մեր սրբությունն է։ Իհարկե գոհ եմ։ Ճուր հայ մարդ, ով ծնվել է հայ, կապ չունի աշխարհի որ մասում է ծնվել ինքը պարտավոր է հաճախել հայ առաքելական եկեղեցի ամեն կիրակի օր ժամը 10-ին պատարակներին մասնակցի, հաղորդություն վերցնի, որովհետև գրված է, ես եկել եմ հիվանդների համար, այսինքն մարդիկ, ովքեր մեղքերի մեջ են ապրում։ Ըստ Արարի հարցումների մեր երկրում մյուս բարձրագույն արժեքը բանակն է։ 2024-ի հոկտեմբերին հարցման մասնակիցների 65%-ը գոհ է եղել բանակից։ Իսկ այս տարվա տվյալներով բանակից գոհ է հարցվածների 61.7%-ը։ Լսում եմ, որ ապահովում են ցանցերով, ինչ որ գործեր են կատարվում, բայց չեմ կարող ասել, որ լիարժեք տեղյակ եմ։ Իհարկե տեղյակ չեմ։ Ո՞վ է տեղյակ։ Ոչ մեկս։ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, իհարկե, ճիշտ է նոր էր ստեղծվում, բայց բուռն էր ամեն ինչ։ Մենք բոլորս ուրախ էինք, ուզում էինք, թեպետ շատ դժվարություններ կար, բայց հաճույքով էինք հաղթահարում։ Հիմա մի քիչ ոնց որ ընկճված ենք, տխուր ենք։ Հայերի սոցիալ-տնտեսական վիճակը ըստ հարցումների այդքան էլ վատ չէ։ 1071 հարցվածներից 30%-ի սոցիալ-տնտեսական վիճակը վերջին 5 տարում բարելավել է, իսկ 40%-ի վիճակը նույնն է։ Երևանում սակայն համոզված չեն մարդիկ, որ իրենց սոցիալ-տնտեսական վիճակը վերջին 5 տարում լավացել է։ Ես դժգոհ եմ շատ ամեն ինչից, ապրելու ձևից, թանկացումներից, ամեն ինչից դժգոհ եմ։ Ես որպես Հայաստանի քաղաքացի շատ գոհ եմ եղել
Դեմիրճյանի օրոք եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Եվ իմ շրջապատում էլ տեսել եմ շատ մարդկանց, որոնք որ գոնե մի քիչ նորմալ ապրել են։ Մի քիչ էժանություն էլի, մի քիչ թոշակ ավելացնեն, ես ինչ վիճակ է։ Օր սիգարետը դառել է 700 դրամ, 100 դրամ ավելացրել են։ Գոնե իշտեն ավելացնում են օր։ Իսկականից բան եմ ասում։ Ես կավրեմ, դու կավրես, ենի կավրի, բայց մեղք են, ժողովուրդ կա, որ իրոք չի կարող ապրի։ Մարդիկ կարոտով են հիշում հին ժամանակները եւ դիմանում են հույսով, որ Հայաստանում ինչ-որ մի բան ի վերջո փոխվելու է։ Լանա Ամբարձումյան, Աշոտ Մնոյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Գզիրն ընկել է գյուղ, փակ է հայկական Ծիրանի ճանապարհը դեպի Ռուսաստան, գյուղացիների թուքը բերաններում չորացել է։ Բազմաթիվ բեռնատարներ հետ դարձի ճանապարհն են բռնել։ Կպատմենք նաև Իսրայել-Իրան թեժացող հարվածների 9-րդ օրվա մասին, հրթիռները փակում են դիվանագիտության դռները, Իրանի արտգործնախարարը ուղիղ Թրամփին է մեղադրել Իսրայելին կառավարելու համար։ Նա անընդհատ ասում է, մենք սա արեցինք, սա պետք է լինի, դա ենք անելու, այլևս ապացույցների կարիք չկա։ Քաոս է ագարակի հայ-իրանական անցակետի մոտ իրանցիների մեծ հոսքի դեպքում Սյունիքի հյուրանոցային ֆոնդը պարզապես չի բավարարի։ Մայրս ու ընտանիքս գալիս են այստեղ, ես գնում եմ Իրան, ես պետք եմ երկրից։ Եվ այսպես գզիրն ընկել է գյուղ, Վերին Լարսից տագնապալի լուրեր տարել, փակ է հայկական Ծիրանի ճանապարհը դեպի Ռուսաստան։ Գյուղացիների թուքը բերաններում չորացել է, բերքը այս տարի սպասվածից շատ է, բայց ավելի քան 2 շաբաթ է Ծիրան արտահանող հատուկ կենտբեռնատարներ են կարողանում հատել Ռուսաստանի սահմանը։ Արմավիրում Ծիրանի գինը շեշտակի ընկել է։ Արմավիրցի Երևանդի այգում ծառերն արդեն ճկռում են։ Ծիրանաքաղի օրերը Արարատից Արմավիրի մարզ են հասնում նույն արագությամբ, ինչպես տագնապալի լուրերը Վերին Լարսից, փակ է հայկական Ծիրանի ճանապարհը դեպի Ռուսաստան։ Գյուղացիներից շատերը տեսախցիկի առաջ խոսելու սիրտ չունեն, նույնիսկ ասում են մի քանի վայրկյանով տեսախցիկի առաջ կանգնելը գցում է իրենց ապրանքի գինը։ Արմավիրում նախորդ տարիներին 250-ից 300 դրամով են վաճառել Ծիրանը։ Հիմա մարզի գյուղերում առավելագույն գնառաչարկը 200 դրամն է։ Նույնիսկ գնորդներ կան, որ 80 դրամ են առաջարկել մայիսյանցի այգեգործներին։ Մարդիկ մտահոգ են, որ տեղ են վաճառելու տոննաներով Ծիրանը, բերքն այս տարի սպասվածից լավ է չգիտեն, ուրախանան թե տխրեն։ Շատերն են լսել, որ ավելի քան 2 շաբաթ է հայկական Ծիրան արտահանող հատուկ կենտբեռնատարներ են հատում Ռուսաստանի սահմանը։ Արտահանողների բողոքն առաջինը բարձրաձայնած պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասում է, լավ լուրեր դեռ չկան, անցակետերում նույն իրավիճակն է։ Բազմաթիվ բեռնատարներ հետ դարձի ճանապարհն են բռնել, որովհետև կան փաստաթղթային խնդիրներ, կան ասում են որակի հետ կապված խնդիրներ։ Պատգամավորի կարծիքով քաղաքական ենթատեքստ ունի լայն հնչեղություն ստացած այս խնդիրը։ Հայ արտահանողին ու գյուղացուն դիտմամբ են նեղեգցում, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, այգեգործներն ապրանքն իրացնեն Թուրքիայում եւ Հայաստանին պատուհասող տնտեսական աղետը գոնե սկզբում ցավոտ չթվա։ Սա որոշակի քաղաքականություն է նաեւ իշխանության կողմից, ասելու, որ ոնց որ պատերազմի պարագայում էին ասում, որ գիտեք ինչ, եթե տարածքները չհանձնենք, պատերազմ կլինի։ Հիմա կասեն հետեւյալը, եթե այս պարագայում մենք այլընտրանք չունենք, մեր այլընտրանքը թուրքական շուկան է։ Արմավիրի Մայիսյան գյուղի այս այգին մշակող Արտակը դեմ չէ, որ բացվի հայ-թուրքական սահմանը։ Քաղաքականությունը քաղաքականություն, բայց առևտուրն էլ իր օրենքներն ունի, կարծում է այգեգործը։ Եթե սա մեր հարևան երկրի հետ բաց սահման ունենանք, մի վատ չի լինի, հաստատ լավը կլինի։ Իր այգու այս տարվա Աստծո շռայլացից գոհ է։ Մոտ 40 տոննա բերք է ակնկալում 300-ից ավելի ծիրանենիներից։ Ոչ կարգուտ այգ է, ոչ այտենց ճիշտ է, այս տարի անձրևները շատ դեր խանգարեց, մի քիչ որակային խնդիր կա, բայց ընդհանուր նորմալ է։ Գնորդների հետ արդեն պայմանավորվել է, ասում է ռուսական շուկա տանող ճանապարհը ոչ բոլորի համար է փակ։ Վերջի անգամ մեր եկեն անց է, էլի մեր տղեկն են անց է, ուրեմն 4 ավտոները մի հատ չի անց է, փաստաթղթային խնդիր կա, ասած փաստաթղթերը օրինականացնենք, որ անցնի։ Այն, որ հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը լավ օրի չէ, Մոսկվայում հասկանում են։
Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն է բողոքել, որ 2024-ին $2 միլիարդ կորուստ է եղել։ Դաշնության փոխվարչապետի կարծիքով այդ կորուստը շուրջ 6 միլիարդի կարող է հասնել մինչև այս տարվա վերջ։ Ալբերտ Սերոպյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Այժմ Իսրայել-Իրան թեժացող հարվածների 9-րդ օրվա մասին հրթիռները փակում են դիվանագիտության դռները։ Իրանի արտգործնախարարը ուղիղ Թրամփին է մեղադրել Իսրայելին կառավարելու համար։ Միացյալ Նահանգների ղեկավարը առավելագույնը 2 շաբաթ էր տվել Իրանին բանակցություններին վերադառնալու համար։ Աբբաս Արաղչին չի հասկանում, այդ ինչ տրամաբանությամբ են իրանական կողմին կոչ անում վերադառնալ բանակցությունների, եթե Թեհրանին հարվածել են հենց Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների օրերին։ Իրանում կարծում են Իսրայելի ագրեսիայի թիկունքին լինելու Միացյալ Նահանգների քայլը դիվանագիտության նկատմամբ դավաճանություն է եղել։ Օրեցօր ավելի անհավանական է թվում դիվանագիտական ճանապարհով Իրան-Իսրայել հակամարտության հանգուցալուծումը։ Ուրբաթ Իրանի գլխավոր դիվանագետի Ժնևյան հանդիպումները Եվրամիության մի քանի պետության ներկայացուցիչների հետ 0 արդյունք են ունեցել, հայտարարել է Աբբաս Արաղչին։ Արևմտյան գործիչները ոչինչ չեն կարողանում ասել մեր փաստարկները լսելիս։ Զարմանալի է, ինչու որոշ երկրներ չեն դատապարտում այս պահին կատարվողը։ Չէ՞ որ մենք բանակցությունների փուլում էինք, երբ սիոնիստական ռեժիմը սկսեց այս ագրեսիվ հարձակումը։ Ինչ արդարացում կարող է սա ունենալ։ Որոշ երկրներից զանգահարում են մեզ, ասում եկեք թուլացնենք լարվածությունը, վերադառնանք դիվանագիտությանը։ Ես ասում եմ, մենք ըստ էության դիվանագիտություն էինք բանեցնում։ Ուր վերադառնանք, ինչին։ Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր է ավարտել պատերազմը միայն այն դեպքում, երբ դադարեցվի ագրեսիան։ Իսրայելը պատասխանատվություն կրի։ Արաղչին ասել է, թե հիմա ակնհայտ է, որ Թրամփն է կառավարում հակամարտությունը։ Նա անընդհատ ասում է, մենք սա արեցինք, սա պետք է լինի, դա ենք անելու, այլևս ապացույցների կարիք չկա։ Միացյալ Նահանգների ղեկավարը առավելագույնը 2 շաբաթ է տվել Իրանին բանակցություններին վերադառնալու համար։ Թրամփը հայտարարել է, թե իրենք պատրաստ են, ցանկություն ունեն եւ կարող են բանակցել։ Մենք չգիտենք ինչպես վստահել նրանց։ ԱՄՆ-ի քայլը դիվանագիտության նկատմամբ դավաճանություն էր։ Իրանի գլխավոր դիվանագետը 2 օրով Թուրքիայում է։ Արաղչին Ստամբուլում իսլամական համագործակցության կազմակերպության նիստին է մասնակցում։ Բացման արարողությանը Իրան-Իսրայել հակամարտության մասին խոսել է իրեն մեծ հումանիստ համարող Էրդողանը, ասել թե մասշտաբային հարձակումներով Իսրայելը նպատակ ունի խափանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Իսրայելը պատրաստ չէ դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրները։ Կոչ եմ անում Իսրայելի վրա ազդեցություն ունեցող պետություններին լուծումներ փնտրել երկխոսության միջոցով կանխելու ավելի արյունալի հակամարտության զարգացումը։ Մինչ մեծ ու փոքր դահլիճներում դիվանագիտական դեռ չստացված ուղիներ են փնտրում աշխարհի առաջնորդները, խաղաղ բնակիչներ են զոհվում։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հակամարտության 9 օրվա ընթացքում 430 մարդ է զոհվել, 3500 մարդ վիրավոր է։ Իսրայելը 24 զոհի մասին է հայտնում։ Թեհրանը դեռ չի հաստատում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի անօդաչուների բրիգադի հրամանատարի Սաիդ Իզադի մահը։ Նա պաղեստինյան ստորաբաժանման ղեկավարն էր։ The Times of Israel-ը գրում է, որ հենց նրա ղեկավարմամբ է Իրանը հարյուրավոր անօդաչուներ ուղարկել դեպի Իսրայել։ Իրանական հարվածներից այսօր Թել Ավիվում խոշոր հրդեհ է բռնկվել։ Իսրայելի ՀՕՊ-ը կարողացել է որսալ հրթիռների մի մասը։ Իրանական անօդաչուները հասել են նաև Իսրայելի արևելքում գտնվող Բեյթ Շեան քաղաք։ Շենքեր են վնասվել։ Իրանական վերլուծական կենտրոնները հաշվել են, որ միայն պաշտպանվելու համար օրական մինչև $200 միլիոն է ծախսում Իսրայելը։ Ցախալն է հայտարարել Իրանի վրա մասշտաբային հարձակման մասին։ Հրթիռների պահեստներ են թիրախավորվել։ Իրանական լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելը հարձակվել է Շիրազի ռազմական օբյեկտի վրա։ Զոհերի մասին տեղեկություն չկա։ Իսրայելի զինուժը հայտարարել է, որ իրենց կործանիչները ինտենսիվ հարվածում են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտներին։ New York Times-ը գրում է, որ Իսրայելի նպատակը նախև առաջ Իրանի հոգևոր առաջնորդին վերացնելն է։ Հեղինակավոր պարբերականը հղումանելով իր աղբյուրներին գրում է, որ Խամենեին ստորգետնյա բունկերում է։ Նա ընտրել է 3 թեկնածուի մահափորձի դեպքում իրեն փոխարինելու համար։ Գայանե Մովսեսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։
Իրանի մայրաքաղաքում չդադարող հրթիռակոծությունը տեսնելով ենթադրում են, որ Միացյալ Նահանգները ավելի սարսափելի հարձակումներ է անելու։ Թեհրանից շատերը չեն էլ պատրաստվում դուրս գալ, բայց Սյունիքը շարունակում է լցվել իրանցիներով։ Փորձագետներն ահազանգում են, եթե չկրճատվի հոսքը Իրանից, Սյունիքի հյուրանոցային ֆոնդը պարզապես չի բավարարի։ Սթրեսային վիճակ է Ագարակի անցակետի մոտ։ Շատերի հարազատները ժամեր առաջ են ասել, որ ճանապարհ են ընկել, գալիս են Հայաստան, բայց կապի պատճառով չեն կարողանում հետները խոսել։ Լրիվ երկմիտ վիճակ է, լրիվ առավոտ ինտերնետը որ կտրված է, ահավոր վատ վիճակ է, ոչ մի կապ չունենք մեր ընտանիքների հետ։ Դե ամենով զբաղված մի հատ ճանապարհ ճարենք, որ կապը ստեղծենք իրանց հետ, ահավոր սթրեսով լի վիճակ է։ Այս աղամարդու բոլոր հարազատները Իրանում են, քանի որ պարսկերեն գիտի, քանի օր է անցակետի մոտ դիմավորում է իրանցիներին, օգնում տաքսի կամ ավտոբուս գտնել։ Իրանահայերն ու իրանցիները ոչ մի տարբերություն չունի, մեր երկիրն է, ամենով մեր երկրի համար ցավում ենք, ինչ պետք է լինի երկրի համար կանենք։ Իրանահայերն էլ այդքան որ ես տեղեկություն ունեմ ընկերների հետ, կան ամենը սթրես վիճակում են, ովքեր հնարավորություն ունեն եկել են դեպի Հայաստան, շատ մեր ընկերներից, ծանոթներից եկել են դեպի Երևան, Հայաստան։ Իրանական համարանիշներով մեքենաներ կան, որ կրակի վերան են գնում։ Այս տղամարդու ընտանիքը Հայաստան է գալիս, ինքը մեկնում է Թեհրան։ Մայրս ու ընտանիքս գալիս են այստեղ, ես գնում եմ Իրան, ես պետք եմ երկրիս, գնում եմ գործիս անցնելու, պետք է օգնեմ իմ ժողովրդին։ Իրանից եկողների մեծ մասը առաջին օգնության կարիք ունի, շատերի ճնշումը սթրեսից բարձրացել է։ Որոշները սրտի խնդիր ունեն, մարդիկ կան, որ արևահարվել են։ Ագարակի անցակետի մոտ Կարմիր խաչի շարժական կայանում են փորձում օգնել նրանց։ Խաղաղություն, միայն խաղաղություն, բոլորին, բոլոր ազգերին խաղաղություն լինի։ Բոլորն են սովորական մարդիկ են, մեղք են։ Սյունեցիները, որ կամավորություն են անում անցակետում, պատմում են, որ շատ իրանցիներ ուզում են դուրս գալ, ամեն օր թիրախավորվող իրենց բնակավայրերից։ Բայց ահագին փող է պետք Հայաստան հասնելու այստեղ ինչ-որ ժամանակ ապրելու համար։ Ոչ բոլոր իրանցիներն իրենց կարող են թույլ տալ Հայաստանում բնակարան վարձել կամ հյուրանոցում մնալ։ Քչերը հարազատ բարեկամ ունեն։ ԱԹՍ-ների ու հրթիռների հարվածներից ահագին վնասված Թեհրանից շատերը չեն էլ պատրաստվում դուրս գալ, գիտակցելով, որ իրավիճակը կարող է ավելի սարսափելի դառնալ։ Սա իմ տունն է, ինչպես որ վերապրել եմ Իրան-Իրաք պատերազմը, այդպես էլ այս մեկը կհաղթահարեմ։ Սա իմ երկիրն է, հողն է, որ ժառանգել եմ իմ նախնիներից։ Հիմա նահանջի ժամանակը չէ, ես պետք է ամուր մնամ, որովհետև այլընտրանք չկա։ Կոնֆլիկտի ամբողջ լրջությունը հասկանում են Իրանի մայրաքաղաքում։ Չդադարող հրթիռակոծությունները տեսնելով հասկանում են, որ Միացյալ Նահանգները ավելի սարսափելի հարձակումներ է անելու։ Դոնալդ Թրամփն է կազմակերպել այս ամենը, նա սկսել է պատերազմը եւ հիմա կուլիսներում լարերն է քաշում։ Բնականաբար նա սա անում է սեփական շահի համար։ Իսրայելը բավականաչափ ուժ չունի միայնակ Իրանի վրա հարձակվելու համար։ Իսրայելը վայելում է Թրամփի աջակցությունը։ Մենք պետք է քաջություն ունենանք պաշտպանելու մեր երկիրը, սիրելիներին, երիտասարդներին, այն ամենն ինչ թանկ է մեզ համար։ Որն է կյանքի իմաստը։ Բոլորը պետք է արժանապատվորեն ապրեն, լինեն վճռական, պետական ծառայող։ Անկախ ամեն ինչից պետք է պաշտպանենք մեր պետությունը։ Թեհրանի դեռ չթիրախավորված թաղամասերում կյանքը կարծես ընթանում է իր բնական հունով։ Մարդիկ չեն կողպել խանութների, սրճարանների դռները։ Գաნა Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Եվ վերջում ռուս-ուկրաինական հակամարտության մասին։ Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Դոնեցկի Զապորոժիեի բնակավայրի նկատմամբ։ Դաշնության պաշտպանության նախարարությունն է հայտնել տեղեկությունը։ Ուկրաինական կողմը ոչ հերքել է այն, ոչ հաստատել։ Խոսքը Զապորոժիե գյուղի մասին է, այն հեռու է Զապորոժիե քաղաքից, բայց գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքի մոտակայքում, որտեղ մի քանի ամիս թեժ մարտեր էին։ Պոկրովսկը տրանսպորտային կարևոր հանգույց է Ուկրաինայի արևելքում։ Դուք դիտում էիք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։